օրը ցերեկով ըստ էության խլվեց ժողովրդի տված խլեն, քվեն եւ բացարձակ ապօրինությունների ճանապարհով Բարգավաճ Հայաստանին թույլ չտրվեց մուտք գործել խորհրդարան։ Եվ երրորդ մակարդակը հիմա է դրսևորվում, երբ որ մի կողմից քաղաքական հարձակումներ են տեղի ունենում Բարգավաճ Հայաստանի ղեկավարի նկատմամբ եւ զուգահեռ հարթության մեջ նաեւ Հայաստանում շատ ընդգծված ձևով տեղի ունեն նաեւ սեփականության վերաբաշխում։ Խոշոր գործարար, բարերար, մարդ, որ այս տարիների ընթացքում տնտեսությունը քայքայված Հայաստանի քայքայված տնտեսությունը հսկայական ներդրումներ ա կատարել, անձամբ ծանոթ եմ ընտանիքի անդամներին, իր լուսահոգի հոր հետ շատ ծանոթ եմ եղել, ես գյուղատնտեսության ոլորտի մարդ եմ եղել, ես տեսել եմ, թե ինչ վիճակից Հայաստանի տնտեսությունը գյուղատնտեսության ոլորտում, տարբեր ոլորտերում ինչ հսկայական ներդրում ա կատարվել, ինչ քանակությամբ աշխատատեղեր ա բացվել։ Գագիկ Ծառուկյանը իր ամբողջ կյանքի ընթացքում կարող էր իրեն դրսևորել արտասահմանում, իր հնարավորությունները տեղափոխել այնտեղ եւ ապրել շատ բարեկեցիկ կյանքով, բայց նա չարեց այդ ամեն ինչը, իր ունեցվածքը, իր հնարավորությունները կապեց իր հայրենի հողի ջրի հետ եւ գնահատականի փոխարեն նա ստացավ մի բան, անձնական խոսքի եւ վրեժի խնդրու առարկա։ Կնհայտ է, որ յուրաքանչյուր բանականություն ունեցող քաղաքականության հետ որևէ աղերս ունեցող մարդու համար ակնհայտ է, որ կոնկրետ Բարգավաճ Հայաստան կուսակցության ղեկավարի նկատմամբ տեղի ունեցածը դա ոչ այլ ինչ է, քան քաղաքական ռեպրեսիա եւ հաշվի հարտակ։ Այսօր ոչ թե Գագիկ Ծառուկյանին են ծնկի փորձում բերել մեզ բոլորիս, որովհետեւ անարդարությունը, ոչ իրավականությունը, ինչ ասեմ, իրավունքների խեղդվածությունը, առողջ ձայնի, ինդիմադիր ձայնի լռեցումը, վախի մթնոլորտը, ատելության մթնոլորտը, այս ամենը պետության եւ պետականության եւ քաղաքակրթության մասին չէ։ Գիտեք, ասում են բիզնեսը հանգստություն է սիրում եւ սիրում է առանց այդպես ալեկոծումների երկրներ եւ քաղաքական իրավիճակներ։ Ես կարծում եմ, որ այս ամեն ինչին ականատես լինող ոչ մի լուրջ բիզնեսմեն չի մտածի այլևս Հայաստանում ներդրում կատարելու մասին։